Անցած 10 օրերին համեմատաբար պասիվ է եղել Ալյանս կուսակցության քարոզարշավը։ Քաղաքական այս ուժի նախագահը Ռուսաստանի Դաշնությունից տեսահաղորդների միջոցով է ներկայացրել իր տեսլականը։ Տիգրան Ուրիխանյանը պնդել է, պետք է վերականգնվի մահապատիժը պետական դավաճանության, պետական մասշտաբի թալանի համար։ Հիմա ես հետապնդվում եմ ընդամենը կոչեր անելու համար։ Մարդ, որ կյանքում ոչ մի անգամ ոչ մի հանցագործություն չի կատարել, ոչ մի կոպեկ չի գողացել ոչ պետությունից, ոչ էլ որևէ մեկ այլ մարդուց, հետապնդվում է քրեորեն սեփական երկրի հայրենիքի իշխանությունների կողմից, իրավապահ մարմինների կողմից, ընդամենը կոչ անելու համար։ Ոչ միայն քաղաքացիների անկախությունը պետք է երաշխավորված լինի, այլև հայ առաքելական եկեղեցու, ընդգծել են ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչները։ Քաղաքական այս ուժի ծրագիրն է Ռուսաստանի հետ հարաբերվել հավասարը հավասարի իրավունքով, դառնալ ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը, խորացնել գործընկերությունը Հնդկաստանի եւ Իրանի հետ։ Պետք է ստեղծվի պրոֆեսիոնալ թիմ, անցումային կառավարության թիմ, որը որ պետք է իրականացնի իրավաքաղաքական գնահատական անցած ժամանակաշրջանի համար, անցումային արդարադատություն, իր մեջ նաև ներառում է լյուստրացիան, քաղաքական, տնտեսական։ Շարունակեք, ոչինչ։ Բոլորին դեմ եմ կուսակցությունը հայտարարել է իրենց նպատակը ոչ թե դասական կառավարման հասնելն է, այլ գործող քաղաքական համակարգը վերափոխելը։ Պետք է վերանա կայուն մեծամասնության մեխանիզմը, ընտրական շեմը իջնի մինչև 1%, քվեաթերթիկ պետք է վերադառնա բոլորին դեմ եմ տարբերակը, ստեղծվի ժամանակավոր կառավարություն, լինի ինքնալուծարում, ապա նոր ընտրությունների կազմակերպում։ Բոլորին դեմ եմ քաղաքացիներին ենք ներկայացնում, մենք չենք կարող իրանց զայներով գնալ դեպուտատ աշխատել։ Եթե մենք ներսում չկարողացանք վերջնագրով ստիպել ներսիններին, որ ընտրեն մեր վարչապետի թեկնածուին ու մենք անենք 100 օրվա փոփոխությունը, մենք մանդատները վայր ենք դնելու ու դուրս կանք։ Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչները վստահեցրել են իշխանության գալու դեպքում իրականություն են դարձնելու այն մոդելը, ըստ որի երկիրը պետք է հիմնվի ժողովրդավարական սկզբունքների վրա, տնտեսությունը ազատական մոտեցումների։ Ըստ հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է ունենա եվրոպական ուղղվածություն, իսկ ներքին կառավարման համակարգն առանձնանա արդյունավետությամբ։ Էդմոն Մարուկյանն ասում է Արամ Սարգսյանը հույսի վաճառական է։ Ես չեմ նեղանում դրանից։ Ես համարում եմ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսն էլ հույսի վաճառականն էր։ Ու ամենամեծ հույսի վաճառականը, որտեղ ինքն ասում էր մեռնելուց հետո էլ կյանք կա։ Հարություն կա։ Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոն կուսակցությունը շարունակել է ընտրապայքարը հիմնականում բանավեճերի ֆորմատով։ Դեմ եմ, բայց Քաղաքային անվճար տրանսպորտ են խոստանում, գույքահարկի վերացում կամ զգալի թեթևացում, գյուղատնտեսության, արդյունաբերության զարգացում, բանակ, բայց վարձկաններով։ Վարձկանները կամ վարձու բանակը, ասենց ասենք, հա, մեր գաղափարակիցները, քրիստոնյա եղբայրները կամ ասենց ասենք, նրանք կանոնավոր բանակի գործը հեշտացնողներն են։ Կանոնավոր բանակը ունի դիրք, ունի մատակարարում, իսկ վարձու բանակները հիմնականում հատուկ ջոկատի գործը, նա չունի շփման գիծ, նա օրը 10 անգամ այդ շփման գիծը անցնում է եւ հարվածում է մատակարարման։ Անեն տեղի ունեցան Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչները պնդել են Հայաստանը պետք է ունենա սոցիալական արդարության սկզբունքներով ու քրիստոնեական արժեքներով ապրող հասարակություն։ ստատելու Քրիստոնյա ժողովրդավարականները եւս ամուր տնտեսություն ու անվտանգություն են խոստանում։ մենք գալիս ենք հաստատելու գիտարդյունաբերական Հայաստանի կոնցեպցիան, գալիս ենք հաստատելու տեխնոլոգիական թռիչք պահանջող նվաճումների Հայաստանի կերպարը եւ անշուշտ ագրոարդյունաբերական օրեկյուղացության, գյուղատնտեսության վերականգնման եւ էկոհամակարգի կանգնման հարցերը լուծելու համար։ Հայք Մարության Մեկ ընդմիշտ լուծելու են կոռուպցիայի, անարդարության, օլիգարխիայի ուրացման հարցերը, ասել են նոր ուժ կուսակցության ներկայացուցիչները։ Խոստանում են նաև եվրոպական ինտեգրացիա, օնլայն խաղերի արգելում, անվճար բարձրագույն կրթություն, հարկային բեռի թեթևացում, աջակցություն բազմազավակ ընտանիքներին։ ոչ ոք իրավունք չունի խառնվի մեր ներքին գործերին։ Սա մեր գործն է, մենք բարձրացնում ենք մեր ստանդարտները, բարձրացնում ենք մեր կենսամակարդակը։ Բայց կասեք, դա հնարավոր է, իրոք դրան կարելի է հասնել։ Այո, կարելի է։ Հունիսի 7-ին գնում ենք ընտրությունների եւ հենց մյուս օրվանից կառուցում ենք կարգին երկիր։
պետք է ունենանք բոլոր հայերին համախմբող հայկական պետություն, պնդել է ժողովրդավարական համախմբում կուսակցությունը։ Մանրամասնել հայկական պետության ձևավորման ճանապարհին երկու անհրաժեշտ քայլ կա՝ ընդդիմափոխություն եւ իշխանափոխություն։ Մեր միակ ռեսուրսը, որի շնորհիվ մենք կարող ենք մնալ կենսունակ կերպափոխող այս աշխարհում, դա մեր մարդկային կապիտալն է, ազգային էլիտան է, որը պետք է միավորողը լինի մեկ գաղափարը հիմնականում, որտեղ չի մերժվի ոչ մեր ինքնությունը, հարցակային տակ չի դրվի օրինակ ցեղասպանությունը, խորհրդանիշները եւ այլն եւ այլն։ Իշխանության նոր որակ ենք Հայաստան բերելու, ասել է դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցության ղեկավարը։ Նա ինչ-ինչ պատճառներով Հայաստանում չէ, ուստի ձայնագրությամբ է ներկայացրել ասելիքը։ Ժամանակն է արևային Հայաստանի։ Մենք վերադարձնելու ենք երկիրը քաղաքացու։ 20-30 տարի ձեզ խաբեցին, հիմա եկել է կառուցելու ժամանակը։ Հայաստանը փորձադարձ չէ, Հայաստանը հայրենիք է, ուժեղ բանակ, պաշտպանված քաղաքացի, ազանապատիվ պետություն, Արցախցին պետք է վերադառնա իր տուն։ Սա քաղաքական խոստում չէ, սա ազգային պարտք է։ Այս համակարգը փոխվելու է, ու փոխելու եմ ես, Վարդան Ղուկասյանը։ Ռազմավարական Հայ ազգային կոնգրեսը պնդել է առաջնային նպատակը երկարաժամկետ խաղաղության հաստատումը պետք է լինի։ մեր ծրագրի Երբ իրենք իշխանության գան, Հայաստանը կկնքի դարի գործարքը։ Իրականություն կդառնա թրիփ գումարած BRICS ծրագիրը։ տնտեսական Ոչ թե Զանգեզուրի միջանցք, այլ հանգույց պետք է լինի, ասել է ՀԱԿ-ը, որ կարևոր է համարում Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը։ Հայաստանը մեկ երկրի Իրանի միջոցով ելք կստանա դեպի Հնդկական օվկիանոսի նավահանգիստները։ Արդյունքում էապես կզարգանան Հայաստանի առևտրատնտեսական կապերը գլոբալ հարավի երկրների հետ՝ Չինաստանի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Վիետնամի։ Հայաստանի շնորհապետական կուսակցության ներկայացուցիչները եւս անցած 10 օրերին ներկայացրել են իրենց առաջնահերթությունները։ Հայաստանը պետք է ունենա 6-րդ սերնդի պատերազմներին պատրաստ բանակ, հակաօդային եռաշերտ պաշտպանության համակարգ, պետք է դուրս գա ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, հաստատվի նոր միջպետական ռազմաքաղաքական դաշինքներում։ Եթե համակարգը չի փոխվել, ասում ենք մտնում ենք նույն համակարգի մեջ, դառնալու ենք համակարգի մի մասը, ոչինչ չի փոխվել։ Դրա համար երևի թե ամենագլխավորը համակարգի փոփոխությունն է, որը պետք է արվի լուստրացիայի, արդարացության համակարգի, այլընտրանքային արդարացության փոփոխությամբ եւ այլն, նոր արդեն ռազմավարական ուղղությունների առաջնահերթություններից ելնելով սկսենք արդեն դրանք իրականացնել։ Ռեֆորմիստներն էլ իրենց առաջնահերթությունների մասին են խոսել։ Ասել են գլխավոր ձգտումը անվտանգության ամրապնդումը պետք է լինի։ Խաղաղություն հնարավոր է միայն հավասարակշռված քաղաքականությամբ, ոչ թե միակողմանի զիջումներով։ Պետք է ուժեղացնել բանակը եւ վերանայել պաշտպանական բյուջեի արդյունավետությունը։ Դե հիմա պետք է պատասխան տանք, ինչի մենք մեր բյուջեն չենք բալանսավորի Ադրբեջանի բյուջեի հետ։ Թող ասեն օբյեկտիվ պատճառներ եղել է, թե չի եղել։ Նաեւ ասենք թե հիմա, նայում եք հիմա այս ժամանակահատվածը 22-ից հետո նույն ձևի Ադրբեջանի բյուջեն աճում է, մեր բյուջեն աճում է, բայց համաչափ չի։ Մենք բալանսը չենք ապահովում։ Խաղաղության մասին կեղծ խոստումներին ականջ մի դրեք, քարոզարշավի օրերին անընդհատ կրկնել են Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչները։ Ասել են իրենց իշխանության գալու նպատակը ժողովրդավարությունն ամրապնդելն է, տնտեսությունը զարգացնելը, արդար ու արդյունավետ պետական կառավարում ապահովելը։ Հիմա եկել ենք այսօր, ցույց ենք տալի, որ փուչի կա ախպեր, սուտա, դագաղ հետ նկարվող պրեզիդենտ ա դրել։ Էս ենք ցույց տալի։ Հիմա ինչքան ուզում ա խոսա, ինչքան ուզում ա խոսա։ Նայեք, այնպես չի որ հիմա մարդիկ իրանց գյուղում տեսնում են ասֆալտ չի եղել։ Տիգրան մեծի ժամանակներից ասում են ասֆալտ չի եղել, հիմա արվելա գնահատում են այդ մարդը։ Չի կարելի այդ մարդկանց քննադատել, թե ինչ են, իրանք գնահատում այդ ամեն ինչը։ Ես դրա հետ վեճ չունեմ, ես ուրիշ բան եմ ասում, ժողովուրդ ջան, հա ասֆալտ արել, հարց չկա, լավ արել, բայց Լեռնային Ղարաբաղում էլ էր ասֆալտ։ Հիմա ով ա վայելում։ Պետք չի ասֆալտով խաբվել։ Նախընտրական քարոզարշավի վերջին օրերին բացահայտումներ է արել նաև միասնության թևեր կուսակցությունը։ Ձայնագրություն է հրապարակել հայտարարությամբ։ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսը պարտադրել է ուսանողներին մասնակցել ՔՊ նախընտրական քարոզարշավին։ Այս ձայնագրությունը չէր նշանակում, թե մենք այդ սենսացիա ենք բացահայտել եւ ոչ մեկ չգիտեր այդ մասին, մենակ մենք ասեցինք։ Իրականում խնդրեմը հենց նրանում է, որ մեր համակարգի, որ իրականում շատ մարդիկ երբ լսեցին այդ ձայնագրությունը, հասկացան, որ իրենք էլ են իրենց տեսնում այդ ձայնագրության մեջ։ Եվ մենք այդ ձայնագրությունը հրապարակեցինք, որպեսզի բացահայտենք շղթան։
իրականում գործում է կա շղթա հստակ 21 թվականին Արդարադատությունը կարևորել է նաև հանուն հանրապետության կուսակցությունը։ Քաղաքական այս ուժը հայտարարել է Հայաստանը պետք է խորացնի համագործակցությունը ինչպես արևմտյան գործընկերների, այնպես էլ հարևանների հետ առանց մեկ ուժային կենտրոնից կախվածության։ Մենք գտնում ենք, որ դաշնակիցների մի հատ շրջանակ պիտի կարողանանք ստեղծել, որը մեր քաշը այս տարածաշրջանում էապես կավելացնի եւ կդժվարացնի Թուրքիայի եւ Ադրբեջանի մտադրությունը Հայաստանի վրա որևէ ոտնձգություն իրականացնել։ Զուգահեռ Հայաստանը պիտի տնտեսությունը իր հզորացնի, տնտեսությունով պիտի հզորացնի իր բանակը, իր կարողությունները։ Անցած 10 օրերին որևէ կուսակցություն չի հայտարարել քարոզարշավը դադարեցնելու մասին։ 19 քաղաքական ուժերը շարունակում են ընտրապայքարը։ Արփիս Քեսյան, Արաքել Օհանյան, Նորա Շարբաթյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր Կիրակի։